Ասա, արագ ասա ինչ պիտի ասես ու գնաս տեղից։ Մի կերպ կլսեմ այն ինչ որ պիտի ասես, որ գնաս։ Գիտես, ամեն քայլովդ ավելի աչքիցս ընկնում ես։ Ինձ թվում էր քո կորուստը շատ ծանր կտանեմ։ Բայց հետո հասկացա, որ Աստված ինձ ուղղակի փրկեց քեզնից։ Հա, այս իրոք փրկություն էր։ Ու դու իմ համար այն սխալն ես, որ ես երկրորդ անգամ չեմ կրկնի։ Հիմա ասա ասելիքդ։ Մտածում էի կխոսենք, կհաշտվենք, գիտես։ Մտածում էի ինչ-որ բան կփոխվի, բայց հիմա հասկանում եմ, որ սխալվել եմ ու պետք չէր։ Պետք չէր, գալդ ընդհանրապես իմաստ չունի։ Էդ ես գիտեմ, թե ինչ իմաստ ունի, ինչ չունի։ Հա, հնարավոր է ես պարտվում եմ, ես ընդունում եմ իմ պարտությունը։ Չնայած այդքան էլ պարզ չի։ Դու ես պարտվողը, թե ես։ Ամեն դեպքում ես էլ չեմ գա ու ոչ մի բան չեմ անի։ Բայց չեմ փոշմանում, որ եկել եմ։ Գոնե հետո ինձ չեմ մեղադրի։ Ես հասկանում եմ, որ սխալը ինձնից է սկսել։ Բայց դու ես իմ այդ սխալը շարունակում։ Ու որոշում դու ես կայացնում։ Ուղղակի ես հույս ունեմ, որ դու հետո չես փոշմանի։ Որովհետև ես չգիտեմ կկարողանամ քեզ ներել, թե չէ։ Գիտես, լինում են իրավիճակներ, երբ որ կամուրջները պետք չի միջև վերջ այրել։ Պետք է միշտ հետ դարձի ճանապարհ թողնել։ Մենք չկարողացանք այդ անել։ Ես քեզ շատ ուժեղ ցավացրեցի, դու ինձ չկարողացար ներել։ Դու էլ ամեն ինչ արեցիր, որ ինձ ցավացնես։ Ու ստացվեց մոտդ, գիտես։ Հիմա հասկանում եմ, որ քո համար այդքան էլ կարևոր չի։ Հա, կարևոր չի։ Ու հետաքրքիր էլ չի։ Ես քեզ մի անգամ ասել եմ, բայց կրկնում եմ, որ չմոռանաս։ Ինչ իրավիճակում ուզում ա լինես։ Ողջ լինես, մեռած լինես, մենակ լինես, թե հետդ մարդ լինի ստիպված։ Ինչ ուզում ա լինի քո կյանքում, Նարէ, այդ ինձ չի հետաքրքրում։ Դրսում որ մեկին տեսնեմ օգնության կարիք ունի, կօգնեմ, բայց քեզ չէ։ Այդքան մեկ ես դու իմ համար։ Ու էլ մի արի ու սենց էժան տեսարաններ մի սարքի, որ էմոցիաներիս վրա փորձես ազդես, որովհետև համ ծիծաղալու են, համ էլ զզվելի։ Դու չես պատկերացնի, թե հիմա ինչ մեծ սխալ ես գործում։ Իմ միակ սխալը դու ես, Նարէ։ Լավ։ Արի համարենք, որ ուղղում ես սխալդ։
ինձ թվում է, թե մի տեսակ ես։ Իսկ ինձ թվում էր, որ պետք է հասկացած լինեիր պատճառը, ինչ եմ մի տեսակ։ Հա, բայց եթե չես ասել ինչից պետք է հասկանամ։ Լիլիթ քո համար նորմալ է, երբ որ գործի տեղի ընկերուհիներով ինչ որ տեղ եք գնում ու ես դրա մասին չգիտեմ։ Պետք է ես զանգեմ, որ իմանամ։ Այսինքն, եթե ես չզանգեի, տենց է չէի իմանալու, հա։ Չէ, չկա տենց բան։ Կամ ինչ ես ասում, որ չեմ կարող գամ քեզ տուն ճանապարհը։ Մեր հարաբերությունները գաղտնի է, թաքցնում ենք։ Չէ, գաղտնի չի, չենք թաքցնում։ Ուղղակի Լիլիթ, ուղղակի ինձ ճիշտ հասկացի։ Ես քեզ չեմ ասում, որ ինձնից զանգես թույլտվություն վերցնես, դու մեծ մարդ ես։ Ուղղակի կարելի է, չէ՞ տեղյակ պահել։ Ես այսքան ժամանակ քեզ ոչ մի բան չեմ արգել է։ Ինչ ուզե արել ես, ուր ուզե գնացել ես։ Ես քեզ սիրում եմ նենց, ոնց դու կաս, ու ես չեմ ուզում, որ դու փոխվես։ Կբացատրես։ Որովհետև վատ ես գում ընկերուհիներիդ մոտ, որ իմ հետ քայլում ես։ գժվեցիր։ Լիլիթ, բա ինչ անեմ։ Նորմալ ասա, բան հասկանամ։ Տեսնում եմ, որ լարվել ես։ Նկատում եմ։ Ուղղակի ասա, որ հասկանամ։ Ես է հատուկ բառեր չընտրեմ, հասկանամ ինչ ես ուզում ասես։ Պատճառը կասես հասկանամ։ Որովհետև լավ մի տանջվի։ Որովհետև դու ոչ մի տեղը չէիր գնացել, չէ՞, ընկերուհիներիդ հետ։ Լիլիթ, դու ահավոր վատ ես սուտ խոսում։ Դրա համար արի ոչ ինձ խափի, ոչ է քեզ։ Դու ինձ չես վստահում։ Այն վարքյանին, երբ որ ես քեզ չվստահեմ, իմացի մեր մեջ ամեն ինչ ավարտվել է։ Այդ դեպքում ինչի համար են այս հարցերդ։ Լիլիթ, որովհետև ուղղակի ուզում եմ հասկանամ։ Պարզ է, որ սխալ բան չես արել, բայց ինչ որ բան թաքցնում ես։ Չգիտեմ, լարված ես։ Աստված վկա, Լիլիթ, աշխարհում ամենավատ բանն էլ արած լինես, ես այդ կարամ հասկանամ։ Բայց ես ահավոր չեմ սիրում, երբ որ ինձ հիմարի տեղ են դնում։ Մենք ուղղակի այդ թեմայի մասին խոսել ենք, ու մեր որոշումները իրար հետ չեն համընկել։ Դու հստակ որոշում ես կայացրել, իսկ հիմա քոնի հետ չի համապատասխանում։ Այսինքն այն, որ ես գնացել էի Սոնայից տուն։ Ադամյանների տուն։ Տես, ես ընդամենը մի բառ եմ ասել քեզ, բայց դու արդեն քեզ կորցնում ես։ Լիլիթ, բայց չկորցնեմ, ինչ անեմ, 1000 անգամ ասել եմ, որ չգնաս այդ Ադամյանների տուն։ Գիտես ինչ կա։ Մի քանի րոպե առաջ ինքդ էիր ասում, որ ես մեծ մարդ եմ ու կարամ ինքնուրույն որոշումներ կայացնեմ։ Ասեմ ավելին, դու ոչ իմ նշանածն ես, ոչ ամուսինս ես, ոչ պապաս ես, ոչ էլ աղբերս ես, որ ինձ ասես ես ինչ անեմ։ Կասես մենք իրար ինչ ենք, որ դու իմ փոխարեն պետքա որոշումներ կայացնես։ Եղավ Լիլ, լավ։ Տուն ես գնում, թե ուրիշ պլաններ ունես։ Լավ էլի Միքո։ Չհարցնեմ։ Տուն եմ գնում։ Կարաս ինձ տուն տանես։ Երբ մտածում էի, որ ամեն ինչ մեկ է իմ համար ու անիմաստ, հենց այդ պահին իմացա քո մասին։ Բայց հիմա չգիտեմ, դու պատիժ ես թե փրկություն։
Այն, որ դու իմ մեծ սիրո արդյունքն ես, անհերքելի փաստ է։ Բայց ես ոնց վարվեմ հիմա։ Ոնց վարվեմ, որ դու հետո չտանջվես։ Ես կարողանալու եմ քեզ պաշտպանել բոլորից։ Կարողանալու եմ քեզ երջանիկ կյանք տալ։ Թե դու էլ պիտի տառապես իմ նման։ Իսկ եթե քեզ որոշեն գործիք դարձնելու հորդ դեմ ուղղել, իսկ եթե դու էլ թշնամանքի արանքում դառնաս կռվախնձոր ու տառապես, ես քեզ ծնունդ տալով, քեզ երջանկություն եմ տալու, թե տառապանք։ Ուր։ Գնում եմ քնելու։ Այս ուրիշ սենյակ ես տեղափոխվել։ Այս ամեն ինչը արդեն ծիծաղալու չի Սոնա։ Այս ամենի երբեք ծիծաղալու չի եղել։ Ուղղակի դու այդքանը չես հասկացել։ Ես կգնամ։ Կգնամ, որ հանգիստ քնես։ Պատուհանն էլ բաց կթողես։ Ճիշտ է, ցուրտ է, բայց ինձնից հետո հաստատ օդը կմաքրվի։ Այ տղա, բամբախ շնելով քեզ եմ ման գալիս։ Որոշել ես, որ պիտի մենակ մնաս, հա? Հայք խանութը ծախեցիր։ Հա։ Բայց ինչ ես հետ հիշել։ Ուղղակի քեզնից բան եմ ուզում խնդրեմ, բայց վատ եմ զգում։ Ինչից ես վատ զգում, Միքո։ Հմ? Ասա, ինձնից լավում պիտի ինչ-որ բան ասես։ Ինձ փողը պետք է։ Ուղղակի մի քիչ շատ։ Նոր պատմությունների մեջ ես ընկել, հա? Մենք բան էինք, չէ՞ իրար հետ պայմանավորվել։ Չէ, այս անգամ պարտք չի։ Բա ինչա։ Ուզում եմ Լիլիթի համար մատանի առնեմ։ Չես հավատում, Հայկ։ Իրոք ուզում եմ Լիլիթի համար մատանի առնեմ։ Այսօր հետն էի խոսում, տենց հասկացրեց, որ ժամանակն է։ Ասում է հիմա մենք ով ենք իրար համար։ Դե հիմա ես է պետքա քայլ անեմ։ Ուղղակի հնարավորություն չունեմ։ Ինչ տարբերությունն է փողը իմնա թե քոնը։ Մատդ որ մատանու վրա դնես, այդ մեր հարցիկինը կլինի։ Գժվել ես, ինչի մասն ես մտածում։ Ոնց որ հարսանիքի հոտ եմ, հա, առնում։ Ես դու ոնց որ Լիլիթից անհամբեր ես, հա։ Հա։ Ոայ, Միքո։ Վռան դուրա։ Կինս տեղը ինձ ես հարցնում։
Այս Արմոն ինչի ուշացավ։ Մի քիչ շուտ գար պիտի օֆիս գնայինք։ Նարը ինչի ոչ մի բան չես ուտում։ Ինչ։ Ասում եմ մի ժամ այդ ուտելիքի հետ խաղում ես, ինչի չես ուտում։ Ինձ մի քիչ լավ չեմ զգում։ Գնամ պարկեմ։ Խելագարվել կարելի է, ոչ մեկ էլ չի լինում խոսել։ Ինձ կներեք։ Կանանց կոնսուլտացիայի բաժին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ այցելություն գրանցել։ Կասեք բժշկի անունը ու ինչ հարցով եք դիմում։ Հղիության արհեստական ընդհատման։ Կներեք մի անգամ էլ կկրկնեք, ցածր եք խոսում, ձեր ձայնը չի լսվում։ Ալո, լսում եք ինձ։ Ալո, Հա, լսում եմ։ խնդրում եմ կկրկնեք, ինչ հարցով եք դիմում։ Ալո։ Սոնա ջան, ողջույն։ Լալանա Վրամի հորաքույրը։ Բարև ձեզ։ Ձեր համարը ճիշտն ասած ինձ մոտ գրանցված էր, բայց ամեն դեպքում զարմացա։ Գիտեմ, հասկանում եմ։ Իմ համարը ձեզ որտեղից։ Հիմա դա այդքան էլ կարևոր չի։ Ես զանգել եմ, որ հանդիպենք։ Մենք հանդիպենք։ Ինչի համար, Լալա։ Դե Սոնա ջան, ուզում եմ զրուցենք, ճանաչենք իրար։ Վերջի վերջո դու իմ Վրամի կինն ես, նշանակում է, որ ինձ համար ես հարազատ մարդ։ Ու հետո կարծում եմ մեր շփումը միայն օգուտ կտա բոլորիս։ Ես իհարկե մեր հանդիպմանը դեմ չեմ, բայց Արի այդ պաշտոնական մասը մի կողմ թողնենք ու ինձ հետ դուով խոսի։ Ու քանի դեռ դու քո բայցը չես շարունակել, ասեմ, որ Վրամը հաստատ մեր հանդիպմանը դեմ չի լինի, որովհետև մեր շփումը վերականգնվել է։ իրոք չգիտեի։ Չգիտեիր։ Դե լավ Սոնա ջան, ես քեզ հասցենք ուղարկեմ, ուզում եմ իմանաս, որ սիրով կսպասեմ, կգաս, սուրճ կխմենք, կզրուցենք ու ես քո ժամանակից հաստատ չեմ խլի։ Լավ, կգամ։ Ես քեզ կսպասեմ, Սոնա ջան։ Լիլիթ։
Անդերսարանում էիք մոռացել։ Վայ, ապրես շատ։ Վայ, գիտես, չէ՞ ինչ հաճույք եմ ապրում պարապելուց, ոնց որ տատս կասեր, ամեն պարապմունքից հետո ինձ նոր ծնված եմ զգում։ Դրա համար ես ամեն անգամ 2 ժամ շուտ գալիս կամ 2 ժամ ուշ գնում, որ հասցնես մարզվել։ Իրականում համ ստրեսից է լավ ազատում, համ էլ տես լավ ձգվել եմ։ Մի քանի օրից չեմ էլ կարողանալու գամ պարապելու։ Ինչի՞։ Իրականում շատ մեծ երազանք ունեի, որի մասին շատ եմ մտածել ու վերջապես որոշել եմ իրականացնել, որոշել եմ քիթս վերահատեմ։ Իրականում ինձ քո քիթը շատ է դուր գալիս, բայց կարևորն է նա, որ դու քեզ լավ զգաս։ Դե հա, կա տենց բան, բայց դե մեկ է, ես ուզում եմ էլի, ու դրանից հետո ինչ որ էտապ չի լինելու, էլի, պարապել չեն թույլատրում։ Բայց հետո կգամ։ Շատ լավ, մենք քեզ կսպասենք։ Սակո, ես էլ գիտեմ գնացել է Սոֆից։ Այս տանն ես դեռ։ Պատկերացրու դեռ տանն եմ, Անիկ։ Սարմոն ինչ եղավ է չի պատասխանում։ Քանի կար ես տնից դուրս հանել չէ լինում, հիմա էլ գտնել չի լինում։ Չի պատասխանում։ Չէ, չի պատասխանում։ Չկա, կորել է, անհայտ է։ Հայ Արմոն ինչ եղավ է։ Հանկարծ մի բան եղած չլինի։ Ում Արմոին։ Արմոն են տիպն է Անիկ, որ կյանքի ցանկացած իրավիճակում կարա ինքը չոր դուրս գա։ Յա։ Հետաքրքիր է, որ դու ես այդ ասում։ Առաջին անգամ եմ լսում, որ Արմոյի մասին տենց բան խոսես։ Այսօր ես գնում։ Դուրս եմ գալիս գործեր ունեմ։ Եթե չհարցնեի, չես գուշացնից, չէ՞։ Դե ինչ կարիք կա, որ… Անիկ… Իսկ Վրամից նորություն ունես, ուրա։ Չէ, չունեմ։ Պարզ է։ Նենց ես արել, որ երեխես այս տուն է չի ուզում գալ։ Մեկ-մեկ նենց եմ ինձ մեղադրում, որ ես աղջկան ամենասկզբից սիրով ընդունեցի։ Լավ, Անիկ, վերջացրու։ Գնա վերարկուս բեր։ Դու ուր ես գնում։ Չհասկացա։ Հիմա կարող է ինձ հետ էլ այդ տոնով խոսես։ Կարող է։ Անիկ, մի քիչ շատ չես երկարեցնում։ Օֆիս եմ գնում, կարելի է։ Աստվածին ոչ մեկիդ հետ նորմալ խոսել չի լինում։ Ու դեռ դու ես նեղացել ու զանգերից չես պատասխանում։
Վալես, ո՞նց ես։ Էլի լավ չես։ Բայց ախր բժիշկն ասեց, որ ոչ մի լուրջ բան չկա։ Տաքություններ էլ չունես։ Ինչ ա եղել։ Չգիտեմ ես քեզ հիմա ինչ պատասխան տամ, ուղղակի ուզում եմ մենակ մնամ։ Ուզում եմ մի քիչ պարկեմ հանգստանամ։ Առավոտվանից ոչ մի բան չես կերել։ Կուզես ուտելիքը բերեմ քո սենյակ։ Ոչ մի բան չեմ ուզում։ Նարե, քո վիճակը ինձ արդեն սկսում է անհանգստացնել։ Եթե Արմոն ու այդ ամուսնությունը չի, ինչ որ ուրիշ պատճառ կա, որ դու այս վիճակում ես։ Կլինի գոնե հիմա Արմոյի անունը չտաս։ Լավ, այլ ոչ մի բան չեմ ասի։ Ես գնացի։ Ինչքան եմ քնել։ Լավն է, չէ՞։ Կհավանի Հայկո։ Ոնց որ բերանը չի փակվում, հա, Միքո։ Այս խնդում ես։ Չեմ խնդում, ախպերս, ուրախանում եմ։ Հայկ ապրես, բայց երեք որ ասեցի, չէի պատկերացնում, որ սենց արագ կկազմակերպես մատանու պահը։ Գժվեցիր, Միքո։ Այսինքն ինչ էիր մտածում։ Ոնց կարող է չկազմակերպեի։ Իսկ որոշել ես ոնց ես տալու այդ մատանին, հա։ Դե ես ձևերը չգիտեմ, ոնց են տալիս սովորաբար։ Ոնց, այսինքն չես որոշել ոչ մի բան։ Տենց ուղղակի տալու ես։ Նայ վերջում գլխիդ չտա այդ մատանի Լիլիթը։ Հայկ, բա ինչ անեմ, ինչ կազմակերպեմ։ Լսի։ Աղջիկները ընդհանրապես սովորեն, որ այդ մատանին ստանալուց պիտի ինչ-որ մի բան կազմակերպվի, ինչ-որ մի սիրուն ձևով մատուցվի իրանց։ Հայկ, ես այդ ռոմանտիկաներից հեռու եմ։ Ինչ անեմ, հո ծնկի չեմ գալու ծաղիկներով, մոմերով սիրուն։ Եթե մարդը ինձ սիրում է, հաստատ կհամաձայնվի։ Այ այդ ասածիդ կեսն էլ որ ասես հաստատ չի ամուսնանալու հետդ։ Հա, բայց ինչի։ Դե քո համար անիմաստ բաներ ա, բայց իրանց համար այդ նշանակում ա դու իրան սիրում ես, թե չէ։ Դու ոնց որ ես հարցում պրոֆ ես, հա։ Չէ, պրոֆ չեմ։ Նես չի որ ես էլ տենց ռոմանտիկ եմ։ Ուղղակի քո կյանքի ամենակարևոր առիթն է ախպերս։ Նենց արա որ երկար հիշեք։ Նայ, Միքո, եթե հանկարծ ինչ-որ մի բանով կմտածես, որ ես քեզ կարամ օգնեմ էլի, առանց մի վարքյան մտածելու կզանգես։ Հասկացար։ Հա, ապրես շատ։ Դե լավ գնացի ես։ Գործեր ունեմ։ Վալես, ես առավոտվանից ուր էիր գնացել։ Մի քիչ գործեր կար դուրս էի եկել մամ։ Մի րոպե սպասի։ Այս դու գիշերը տանը չես քնել։ Տանն եմ քնել, ինչի։ Բա ինչի ես նույն շորերով։ Չհասկացա մամ։
Բարդ հարց տվեցի։ Մամ, սրանք էր հարմար, սրանք եմ հագել, ինչ խնդիր կա։ Գիտես խնդիրը որն է։ Որ դու թշնամու պես հետս գրև ես անում կնոջդ համար։ Բայց հենց իր պատճառով գիշերներ սկսել ես տուն չգալ։ Քեզ թվում է ես ոչ մի բան չեմ նկատում։ Մամա, կարաս ամեն ինչ իրար չխառնես։ Եթե անգամ ես որոշել եմ, որ տանը չեմ քնելու, այդ մենակ իմ որոշումն է։ Ու կարծեմ ես քեզ ասել էի, որ ոչ մի բանում չխառնվես։ Չեմ հասկանում, այդ աղջիկը ինչ է արել քեզ հետ։ Ոնց է կախարդել։ Կարաս քո ենթադրությունների մասին մի քիչ ցածր խոսաս կամ չխոսաս։ Մի անհանգստացի։ Ոչ ոք չի լսում։ Տանը չի։ Փաստորեն չգիտեր էլ, հա։ Հիմա էլ կասես, որ ես սխալ եմ։ Չեմ խանգարում։ Չէ, ներս արի։ Ուր է Սոնա։ Այստեղ կանգնեք։ Ստացեք։